Դրամական միջոցները չեն բավարարում այնքան ժամանակ, քանի դեռ հարկ եղած ձևով չենք օգտագործում դրանք։ Արմ ռադիոյի եթերում բիզնես բանաձև հաղորդաշարի օգնությամբ տեղեկացեք գործարար նորարարություններին ու փորձին։ Ծանոթացեք ճիշտ տնտեսման գրագիտությանը, ստանալով կարևոր եւ արդիական տեղեկատվություն։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ, եթերում բիզնես բանաձևն է, որը ներկայացնում է Աստղիկ Փիլիպոսյանը։ Այսօրվա թողարկմանը ծանոթացեք Dow Jones-ի ինդեքսի էությանն ու ստեղծողներին, ապագայի խանութի գաղափարին, ինչպես նաև գովազդի պատմության մանրամասներին։ Բիզնես մշակույթ։ Արդեն բավական ժամանակահատված է, ինչ աշխարհի լրատվամիջոցները անտարբեր չեն համաշխարհային ճգնաժամի եւ դրա հետևանքների մասին թեմաներից։ Նորությունների հաղորդավարները Մերտ հանգիստ հաղորդում են, որ Տոկիոյի բորսայում Dow Jones-ի ինդեքսն ընկել է, կամ որ Նյու Յորքյան բորսայում առևտուրն ավարտվել է Dow Jones-ի ինդեքսի բարձրացմամբ։ Վերջապես ինչ է իրենից ներկայացնում Dow Jones-ի ինդեքսը եւ ինչով է այն այդքան կարեւոր տնտեսության համար։ Dow Jones-ի ինդեքսը դա բորսային ակտիվության գլխավոր եւ ամենահին ինդեքսն է, որը անվանվել է երկու տարբեր մարդկանց անուններով՝ Չարլզ Դոուի եւ Էդվարդ Ջոնսի։ Նրանցից Չարլզ Դոուն իր անունը հավերժացրել է ֆինանսական գիտության այն բաժնում, որը ներկայումս անվանում են արժեթղթերի տեխնիկական վերլուծություն։ Չարլզ Դոուն ապահովված ընտանիքի զավակ չէր։ Երբ նա ընդամենը 6 տարեկան էր, մահանում է նրա հայրը, եւ ընտանիքը ստիպված է լինում մի կերպ գոյատևել։ Չավարտելով միջնակարգ դպրոցը, իր խելացի լինելու շնորհիվ Չարլզ Դոուն այնուամենայնիվ կարողանում է հայտնի թերթի թղթակից դառնալ։ Այդ թերթին հետաքրքրող թեմաներից մեկը բիզնեսն էր, եւ գրելով փայլուն վերլուծական հոդվածներ, Դոուն կամաց դառնում է ճանաչված։ 1882 թվականին տեղափոխվելով Նյու Յորք, իր գործընկերոջ Էդվարդ Ջոնսի հետ, Չարլզ Դոուն հիմնում է ամերիկյան գործարար միջավայրին նվիրված առաջին պարբերականը։ Ընդամենը 2 էջից բաղկացած օրաթերթը շուտով հայտնի է դառնում, եւ 1889 թվականին դրա հիման վրա սկսվում է The Wall Street Journal թերթի հրատարակությունը։ Իր ժամանակների համար այն հեղափոխական հրատարակություն էր։ Մինչ այդ ոչ ոք չէր տպագրում ամենօրյա բորսային հաշվետվություններ։ Դե իսկ ընկերությունների ֆինանսական վիճակին լրագրողները չափազանց հազվադեպ էին անդրադառնում։ Պատճառն ակնհայտ էր։ Ղեկավարները վախենում էին, որ իրենց ընկերությունների ակտիվների արժեքի բացահայտումը կարող է նպաստել ավելի խոշոր կորպորացիաների կողմից դրանց կլանմանը։ Նկատենք, որ այն օրենքը, որն այժմ պարտադրում է ԱՄՆ-ում արժեթղթեր թողարկող կազմակերպություններին հրատարակել եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ, ընդունվել է բավականին ուշ 1934 թվականին։ Եվ իրականություն է այն փաստը, որ բորսաների խաղի կանոնները փոխեցին ոչ թե օրինաստեղծները, այլ տնտեսական լրագրող Չարլզ Դոուն եւ վիճակագիր Էդվարդ Ջոնսը։ Սովորական մարդկանց համար նրանց թերթը անչափ ձանձրալի էր։ Յուրաքանչյուր համարի հիմնական մասը զբաղեցնում էին բորսային կուրսերի աղյուսակները, իսկ հոդվածները նվիրված էին միայն արժեթղթերի շուկայում հաշվառված ընկերությունների ֆինանսական դրությանը։ Իսկ The Wall Street Journal թերթը նախատեսված էր բոլորովին այլ ընթերցողի համար։ Այդ ընթերցողները պարզապես կուլ էին տալիս թերթի տեղեկատվությունը, քանի որ դրանով էր պայմանավորված իրենց ֆինանսական հաջողությունը։ Փաստորեն Դոուի թերթը հասանելի դարձրեց մի այնպիսի կարևոր տեղեկատվություն, որը մինչ այդ հասանելի էր շատ քչերին։ Դրանով հավասարվեցին բորսայի խոշոր եւ մանր խաղացողները։ Շուտով թերթի հրատարակությունը Դոուին եւ Ջոնսին կանգնեցրեց Նյու Յորքի ֆոնդային բորսայի ակտիվության գլոբալ ցուցանիշների ներմուծման անհրաժեշտության առջև։ Այդ նպատակով նրանք ընտրեցին 10 խոշոր ընկերություններ, որոնց ակցիաները թվարկված էին բորսայում, եւ սկսեցին ամեն օր որոշել այդ ընկերությունների արժեթղթերի միջինացված արժեքները, այսպիսով հիմք դնելով Dow Jones-ի ինդեքսին։ Բնական է, որ այդ ինդեքսի աճը կապված էր ինդեքսավորվող ընկերությունների արժեքի աճից, իսկ ընկնելը ընդգծում էր այդ ժամանակվա բիզնեսի գլխավոր խաղացողների կապիտալի փոքրացումը եւ գործնական ակտիվության նվազումը։ Հետաքրքիր է, որ իրենց ինդեքսի հաշվարկման համար նրանց կողմից ընտրված այդ 10 խոշոր ընկերություններից 9 երթուղայիններ էին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ 1880 թվականը ամերիկյան երկաթգծի շինարարության բուռն ժամանակահատվածն էր։ Dow Jones-ի ներկայիս ինդեքսը սկզբունքորեն հաշվարկվում է նույն կերպ։ Բնական է, որ այսօր ԱՄՆ-ի ամենախոշոր կազմակերպությունների մեջ չկան երկաթուղային ընկերություններ, սակայն ընդգրկված են Microsoft-ը, Coca-Cola-ն եւ McDonald's-ը։ Հնարամիտ գաղափարներ։ Intel ընկերությունը վերջերս ներկայացավ իր Connected Store ապագայի խանութ նախագծով։
Այն ունի 220 քառակուսի մետր տարածք, կահավորված է մարքեթինգի եւ թվայնացված գովազդի համար նախատեսված տեխնիկայի վերջին շնչով։ Intel-ը ապագայի խանութը հասցրել է սպառազինել ժամանակակից ցուցափեղկերով, առևտրային տերմինալներով եւ ինքնասպասարկման կրպակներով։ Առևտրի կազմակերպման նման մոտեցումը կազմակերպիչների կարծիքով գնորդներին կապահովի ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ եւ կթեթևացնի ընտրության գործընթացը։ Բացի այդ, ընկերությունը հայտարարել է Intel վիդեովերլուծության նոր տեխնոլոգիայի մասին, որը կհավաքի խանութի հաճախորդների վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, ինչպիսին սեռը, տարիքը, ինչպես նաև ցուցափեղկերի դիմաց անցկացրած ժամանակն է։ Այս տեխնոլոգիայի գործածումը նախատեսված է ապագայի խանութի վաճառքների ավելացման համար։ Intel-ի լուծումների շնորհիվ խանութը կկարողանա ոչ միայն ավելի շատ վաստակել, այլ նաև հնարավորինս խնայել։ Գործարկման պատրաստ հատուկ Intel Core պրոցեսորներն ի վիճակի կլինեն հաճախորդների մեծ ներհոսքի դեպքում ավտոմատ կերպով բարելավել արտադրողականությունը եւ պակաս հաճախելիության դեպքում նվազեցնել էներգիայի սպառումը։ Intel-ն այսօր նոր ապագայի խանութ նախագծի փորձարկման համար արդեն համագործակցել է Adidas, Best Buy, Kraft Foods, Procter & Gamble ընկերությունների հետ։ Մասնակիցներն արդյունավետ են գնահատել ապրանքների վաճառքի բարելավմանն ուղղված հետաքրքիր բիզնես նախաձեռնությունը։ Արդյունավետ գնումներ։ Ամենատարբեր ապրանքների կամ ծառայության գովաբանելուն, այսինքն գովազդին, այսօր հանդիպում ենք ոչ միայն հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով, այլ նաև մեր տեղաշարժման յուրաքանչյուր պահի, ավտոբուսներում, փողոցներում եւ ընդհանրապես ամենուր։ Չնայած որ գովազդը օգտագործվում է որպես ապրանքի վաճառքի խթանման միջոց, այժմ այն հենց ինքն է դարձել ամենավաճառվող ապրանքը աշխարհում։ Այն եւ բիզնես է, եւ ինչ-որ չափով արվեստ։ Իսկ գովազդ բառն ունի լատինական ծագում։ Առաջացել է ռեկլամա, այսինքն բղավել բառից։ Դեռ հին Հունաստանում եւ Եգիպտոսում մանրածախ առևտրականները, ցրիչները բարձրաձայն գովում էին իրենց ապրանքները, փաստորեն իրականացնելով բանավոր գովազդ։ Հին ժամանակների գովազդի մեկ այլ տեսակ էր այն դրոշմը, որը արհեստավորները դնում էին իրենց ապրանքների վրա։ Այո, գովազդման արվեստը սկսել է անհիշելի ժամանակներից, սակայն դրա պատմության մեջ իրական շրջադարձ տեղի է ունեցել 1450 թվականին, երբ Յոհան Գուտենբերգը ստեղծեց տպագրական հաստոցը։ Ինչից հետո էլ 1472 թվականին Լոնդոնում հայտնվեց առաջին տպագիր գովազդը։ Որքան էլ զարմանալի է, այն կցված էր եկեղեցու դռանը եւ հայտնում էր աղոթագրքերի վաճառքի մասին։ Տրամաբանական է, որ Լոնդոնում է բացվել նաև առաջին գովազդային գործակալությունը 1611 թվականին։ Այո, գովազդը կարող է եւ օգնել գնումներին եւ կատարել հակառակը, այսինքն մոլորեցնել։ Յուրաքանչյուր գովազդատու ինքն է ընտրում իր համար նախընտրելի տարբերակը եւ դրանով իսկ մշակում իր բիզնես հեռանկարները։ Հուսանք, որ կգա ժամանակ, երբ բոլոր ձեռներեցները կգիտակցեն, որ միմիայն որակյալ արտադրանքի եւ գրագետ գովազդի դեպքում է հնարավոր ապահովել արտադրության շարունակականություն։ Եթերում բիզնես բանաձևներ, կհանդիպենք։